Սովորողների սխալվելու իրավունք։ Արմենն է, մաթեմատիկայի դասին նա ինքնավստահ տալիս է սխալ պատասխան։ 12 Չի ուշանում երեխաների ծիծաղն ու ծաղրը։ Սխալ ես, այծակ մաթեմատիկոս։ Հետաքրքիր է, Արմեն, կարող ես բացատրել, թե ինչպես ստացար 12-ը։ Արի միասին մտածենք։ Սա էլ Լիլիթն է։ Ուղղագրական սխալներ անելիս ճնշվում է, հատկապես երբ իր սխալները զվարճացնում են դասընկերներին։ Միայն թե ինձ չկանչի գրատախտակի մոտ, այնքան կուզեի բացակա լինել։ Տիկին Հայրապետյանն է, հայոց լեզվի ուսուցչուհի։ Այսօր բարդ բառեր ենք գրելու գրատախտակին, բայց մի նոր պայման եմ սահմանել։ Գրատախտակին գրողը պիտի սխալ ուղղագրությամբ գրի, որ սխալը միասին գտնենք եւ ուղղենք։ Մանկավարժական աշխատողների վարքականոն։ Մանկավարժը պետք է անաչառ ու բարյացկամ լինի բոլոր սովորողների նկատմամբ, հետևողական նրանց կրթական պահանջների բավարարման գործում, պատրաստակամությամբ արձագանքի այդ առնչությամբ ծագած բոլոր խնդիրներին։ Սովորողներին սխալ պատասխանների համար քննադատելը կարող է վախ առաջացնել, նվազեցնել մասնակցությունը եւ խոչընդոտել ուսուցման գործընթացը։ Փոխարենը ուսուցիչները պետք է խրախուսեն միջավայր, որտեղ սխալներն ընկալվում են որպես սովորելու անբաժանելի մաս։ Որոշ խորհուրդներ մանկավարժների համար։ Սխալ է ասելու փոխարեն ասեք, կարող ես ասել, թե ինչպես ես այս պատասխանը ստացել։ Գնահատեք սովորողի ջանքը ասելով հետաքրքիր ես մտածում ու առաջարկեք նրան միասին գտնել ճիշտ պատասխանը։ Բերեք գիտնականների եւ հայտնագործողների օրինակներ, ովքեր սխալներ են գործել մինչեւ հաջողության հասնելը։ Կարող եք առաջարկել սովորողներին կազմել իրենց սխալների ցանկը եւ գրել ինչ են սովորել դրանցից։ Սեփական օրինակով օգնեք սովորողներին հաղթահարել սխալների հանդեպ վախը, որևէ առիթով նրանց ներկայությամբ ընդունեք ձեր սխալը։ Ոչ մի դեպքում դասընկերների ներկայությամբ մի քննադատեք կամ վիրավորեք սխալ պատասխան տվողին։